Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի առաքելությունը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Մինչ թողարկման բուն թեմաներին անցնել է, Սուրանկյունը սրտանց շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին ազգային նվիրական տոնի առթիվ եւ մաղթում հաջողություններ հավաքական նախաձեռնություններում։ Անկախությունը Աստծո նվերն է մեր քաղաքացիների, այն պարտավոր ենք սրբորեն պահպանելու եւ փոխանցելու սերունդներին։ Թող մեր երկրում կրճատվեն արտագաղթի, սովյալների, տնանքների, աղքատների թվերը։ Թող Հայաստանում բոլոր մարդիկ ապրեն ապահով ու երջանիկ։ Արմավիրի մարզը երբեք աչքի չի ընկել անտարածածկ տարածքներով։ Նախորդ տարի կեսերին այստեղ երկու նման տարածք եղել։ Հին դարերից հայտնի Ծննդոց անտառը եւ Արմավիրի ու Նորավան համայնքներին հալող անտառը։ Ծննդոց անտառը կար այսօր, սահմանամերձ տարածք է։ Տնտեսական գործունեություն չի իրականացվում, անտառը փրկվել է։ Իսկ ավելի քան 150 հեկտար տարածք զբաղեցնող երկրորդ անտառը բնական չէր։ Հիմնվել էր 1960-ականներին ու կանգուն մնացել մոտ 40 տարի։ Հայաստանի անկախացումից հետո այն նախ մտցվեց Բուսաբանության ինստիտուտի հաշվեկշռի մեջ, հետո ոչնչացվեց։ Դրա տարածքում հսկայական հողատարածքներ գնեցին գեներալներ ու գործարարներ։ Չսեփականաշնորհված մոտ 50 տարածքում հիմնված նոր անտառը այսօր կրկին վտանգված է։ Այստեղ ամերիկյան կեչիներ են աճում, թղթի հումք։ Հիմնողները, ինչ որ ամերիկացիներ Բուսաբանության ինստիտուտի հետ հենց նման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Երկկողմ համաձայնությունը ինչ-ինչ պատճառներով կյանքի չկոչվեց։ Արմավիրցիներն էլ այսօր բողոքում են, թե անտառի տերերը կանխամտածված չորացնում են այն, որ փայտը վաճառեն։ Կողմերի կարծիքը լսել ու չորը թացից փորձել է տարբերել Շուշանիկ Միրզոյանը, ներկայացնում եմ վերացող արմատներ տեսանյութը։ Նորավանի անտառում իսկական տերևաթափ է։ Անտառը վաղուց չի ջրվել, ծառերը խեղճացել են։ Բնակիչները մտահոգված են, եթե այսպես շարունակվի, անտառը կկորցնենք։ Այս անտառը յուրօրինակ արգելապատնեշ է։ Հարակից Արմավիրն ու Նորավանը պաշտպանում է քարհանքերի փոշուց եւ ցրտից։ Ինչ արեն անտառը ժողովրդի թթվածինից բացի, ուրիշ ինչ է տալիս։ Նորավանի անտառն այսքան փոքր չի եղել։ Խորհրդային տարիներին ավելի քան 150 հեկտար է զբաղեցրել։ Հայաստանի անկախացումից հետո այն նախ անցել է Բուսաբանության ինստիտուտի հաշվեկշռին, ապա ինչ-ինչ պատճառներով չորացել ու սկսել սեփականաշնորհվել։ Քաղաքապետի նախին մարզպետը ինչ արեցին։ Բռնին հողերը ծախեցին անտառի տարածքը։ Ուրեմն 5 հեկտարը ծախեցին 101,000 դրամով։ Չսեփականաշնորհված տարածքներում էլ կրկին անտառը հիմնվել։ Ամերիկյան կողմի հետ պայմանավորվածությամբ ամերիկյան թղթիներ ու կեչիներ պետք է աճեին այստեղ։ Թղթի արտադրություն հիմնվել։ Ինչու է պայմանավորվածությունը թղթի վրա մնացել, հարակից գյուղերի բնակիչներն ու անտառապետ Արշամը տարակարծիք են։ Ամերիկացիները հրաժարվեցին, որովհետև այս անտառը բացի առաջի 2-3 տարվանից սրսկումը կար տեղին, պարարտացումը կար, նրանից հետո այդ գումարը գալիս էր, ոչ ջրվորին էին նորմալ վարձատրում, ոչ պահակին էին նորմալ վարձատրում, ոչ էլ անտառապետին, ոչ բուժանույթ էին տալիս անտառին, ոչ էլ ասենք թունաքիմիկատ ում էր ուղարկում փողը։ Բուսաբանական ինստիտուտին։ Դեր ինչ որ թղթի գործարան դներ, սրանք 3 տարի առաջ այս անտառը պիտի կդրված լինեն ուրիշ բան դնեն տեղը։ Մախին հրաժարվեցին ամերիկացիներ էին։ Չեն հրաժարվել, մարդիկ հիմա հնարավորություն չունեն տեղափոխելու, այստեղ չթողեցին գործարանները, մենք հայ ենք, չգիտեք ինչ ձև եք։ Տվին գլխին, լարեցին։ Անտառապետը պնդում է, որ ամերիկացիների հեռանալով ոչինչ չի փոխվել։ Փորձերը շարունակվում են։ Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար ստուգում են ծառերի բներն ու հեռանում։ Ինչու համար, չգիտի։ Բնակիչներն էլ պնդում են, որ անտառում վաղուց չեն տեսել ոչ միայն գիտաշխատողներին, այլև Արշամին։ Անտառապետը ստեղ լինում է ընդհանրապես։ Ոչ։ Ոչ մեկն էլ։ Նրանց պնդմամբ անտառը կանխամտածված չորացնում են, չեն ջրում, որ չորացող ծառերն ու ամայացած հողը վաճառեն։ Պարզ երևում է, որ մարդիկ ձեռքով հանել են, ընդեղից պագրոշիկով բերում, հաջորդ օրը լցնում են։ Այսինքն բերեմ մենք բացում ենք իրենք լցնում են, ասես միան նկարա։ Անտառի համար դա ջրի պատճառով չորացված անտառը։ Նման վիճակ անտառում պետք է լիներ նոյեմբեր ամսին։ Հանայայեղնում ծառեր կտրելու են, բան լեսոմատերիալ վաճառելու են։ Ժողովրդին ջուր չեն տալում, ժողովուրդը անտառ տնտեսության հաշվին ջրում էին։ Հիմա այսօրվա դրությամբ բոլորի հողամասները չորացել է, դրա համար գրում են անտառը չորանում, անտառը ինչա չորանում, իրաց հողամասներն է չորանում։ Ցեխասպանությունը ասում են իսկական ցեխասպանությունը։ Տերևաթափ ծառեր ու ճաքճքված հող։ Ահա անտառի տերերի վերաբերմունքը։ Վերջին անգամ այն ջրվել է ավելի քան 4 ամիս առաջ։ Տերերը 4-ը թափում է, այդ այս անտառը բնություն է։ Էս որ հիմա մի հատ դուսկի ընկավ,
լրիվ անտառը վառվելու է։ Այս անտառը պիտի մնա։ Անտառապետ Արշամն էլ պնդում է, թե անտառը ջերվում է։ Տերևաթափը նորմալ է օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար։ Գյուղացիները ստում են։ Տերևը ուզի չուզի, արդեն տերևը թափի վախտա։ Այս անտառը մինչև նոյեմբեր ամիս կանաչ է մնում։ Ավելին, ջուր մատակարարող ընկերությանը կանոնավոր վճարում են։ Գումար կա։ Սուտն ու ճիշտը տարբերելու համար զանգահարում ենք համապատասխան ջրօգտագործողների միությանը ու ավելի խճճվում։ Գյուղացիները, անտառապետն ու ջրօգտագործողների միության գործադիր տնօրենը նույն երևույթները տարբեր կերպ են ներկայացնում։ Նրանից ներգու ամիս առաջ վերին տրակտորով փոչին են զանգայացի, առուն լեցեցի։ Հավաքվանք էլի տեղեքով եկանք այդ խորը առուя։ Չարչարակով, տանջակով այդ լրիվ հողը մաքին որ ջուր կա անտառում։ Մեր գոր եկավ նորից բերին էլի լցեցին հողը։ 5 անգամ մեջը հանել են մեր ծառներով։ Կանալը տեսակ լապատկով ոնց են քանդել։ Դե մի հատ քաղաքացի թողասեր ես գնացեք խաղել եմ, քանդել եմ։ Ասում են իրանք են Չէ, ոչ թե չէ, դուք։ չէ։ Ո՞վ է փակում այդ ձեր ասած ծումուշը։ Ծառաշենի ջրային տնտեսություն ջրերի ջուր ոռոգման նախագահ կոչում, ինչա կոչում։ Ես իրանց ոչ ջուր մատակարարում եմ, ինչ էլ տարել են հողացել են։ Պայմանագիրն ինչ ենք անում։ Ես ջրում եմ 10 հեկտար։ Հաշվառվի։ Հա, հաշվառվում է, 10 հեկտար եմ ջրում, գրած եմ ոդները, 10 հեկտար եմ ջրում, 10 հեկտարի փող եմ տալու։ Ես իրանց հետ ոչ մի պայմանագիր չունեմ կնքած, ոչ մի պարտավորություն չունեմ, իմ տարածքը չի։ Նկատենք, որ եթե չկա ջրի առք ու վաճառքի պայմանագիր, ապա վճարում իրականացվել չի կարող, քանի որ չկա ոռոգման ջրի մատակարարման փաստացի հիմք ու ֆիքսված չափ։ Եթե այնուամենայնիվ անտառին ջուր է տրվել, ապա ջրամատակարարը չէր կարող կտրոն անդորագիր տալ անտառապետին։ Այս դեպքում գործարքը կլիներ ստվերային ու գումարը կգրպանվեր, այնինչ Արշամը պնդում է, թե իրենք կտրոն տվել են։ Ֆինանսավորումը բուսաբանականի այնքան բավարարում է, որ նորմալ ջրեք։ Ֆինանսականի, հա, բավարարումը, որտեղ մենք հիմա կարանք տանենք այնտեղ ցույց տանք, մենք առանձին տարածքներ ունենք, որտեղ որ չորացել է, ձեռնարկել ենք առույթով բանով, այդ գումարները մենք մուծում ենք ջրերին։ Ձեզ անդորագիր տալիս են վճարման։ Անպայման։ Ոչ, դա սոցիա դա իրականության հետ չի։ Տասանում Ջրօգտագործողների միության գործադիր տնօրենը այս ամենին տեղյակ չէ։ Նշում է, որ անգամ հաշվարկված չէ, թե յուրաքանչյուր ոռոգման համար որքան գումար պետք է ստանա ընկերությունը։ Եթե դա այգի լիներ, խոսք կգնար միլիոնավոր դրամների մասին։ 27 հեկտար տարածք կա ծառածածկ, դա ասենք մոտավորապես ինչ գինն է կազմում Հայաստանում։ Այգին այդքան ինչքան կլիներ։ քանի 2 միլիոն 300,000-ից ավել գումար։ Այս պարագայում անհասկանալի է, թե որտեղ են կորել խոտի վաճառքից գոյացված գումարները։ Մինչ անտառապետն ու ջրամատակարարը հարաբերություններ են պարզում, անտառը չորանում է, իսկ գյուղացիները մտածում, ումից ջուր գողանան այգիները ջրելու համար։ Տեղին է հիշեցնելը։ Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ։ Շուշանիկ Միրզոյան, Հովանես Չափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Խանութներում վաճառվում են ձկներ, որոնք իրականում ձկներ չեն։ Նման համարձակ հայտարարություն էր արել երկուշաբթի խմբագրություն զանգահարած մեր հեռուստադիտողներից մեկը։ Ձկնամթերքի որակի վերաբերյալ բողոքներ էլի ենք ստացել։ Մարդիկ հիմնականում բողոքում էին վաճառվող կենդանի իշխանի որակից։ Հերթական ահազանգը հետաքննություն անցկացնելու որոշման հիմք հանդիսացավ։ Մեզ ահազանգած հեռուստադիտողը պնդում էր, որ արհեստական ավազաններում աճեցվող ձկները կերակրվում են աճի խթանիչներով, ինչի արդյունքում կարճ ժամանակում անհրաժեշտ չափի ու քաշի ձուկ է ստացվում։ Եթե հիշում եք, նման կասկածներ հայտնում էին նաև արտասահմանյան որոշ հավարտադրողների արտադրանքի մասին տեսանյութում, երբ ինկուբատորից դուրս եկած ճուտը կարճ ժամանակահատվածում կիլոգրամից ավելի քաշ ունեցող հավ է դառնում։ Ձկնամթերքի վերաբերյալ եւս արտերկրում ամեն ինչ կարգին չէ։ Ձկան խթանիչները տալուց զատ կերին սննդային ներկայություն են խառնում մսի ցանկալի գույն ստանալու համար։ Ասում են այս կերպ կարելի է անգամ կանաչ կամ կապույտ ձուկ ստանալ։ Ինչու են ձկներին աճի խթանիչ կամ ներկանյութ տալիս։ Առաջինն ակնհայտ է, կարճ ժամանակահատվածում նվազագույն ծախսով ցանկալի եկամուտ կարելի է ստանալ։ Պարզվում է ձուկը այսպես ասած ներկելը նույն նպատակն է հետապնդում։ Սպառողներին գրավում է աչքի համար հաճելի գույն ունեցող ձկամիսն ու այն լավ սպառում է ունենում։ Ինչ վիճակի Հայաստանում, արդյոք սնկի պես բազմացող արհեստական լեջերում ու ավազաններում աճեցվող ձկներին խթանիչներ են տրվում։ Ինչ որակի ձուկ ենք մենք գնում եւ ինչպես տարբերակել իսկականը կեղծից։ Հարցերի պատասխանները Հերմինե Բաղդասարյանի «Ճարպոտ ձկներ» տեսանյութում։ Որպեսզի մանրաձուկը դառնա մոտավորապես 1 կիլոգրամ, պետք է սպասել ավելի քան 1 տարի, բայց որոշ տնտեսվարողներ անհամբեր են եւ գտել են արագ փող վաստակելու միջոց։ Բնականաբար լավ կերի փոխարեն նախընտրելով ձկան աճը եւ տեսքը զարգացնող խթանիչներ։
Ժամանակակից կերերի ու հավելումների շնորհիվ հնարավոր է ստանալ ուզածդ չափի, համի ու գույնի ձուկ։ Դե պարզ է, եթե կա նման հնարավորություն, էլ ինչի սպասել տարիներով։ Մեծ ահազանգողը ապշել էր, երբ բժիշկը նրան չնայած անհրաժեշտությանը խորհուրդ չէր տվել ձկնամթերք օգտագործել, հիմնավորելով, որ միևնույն է, դրանցում անհրաժեշտ վիտամիններ դժվար թե լինեն։ Բուժման հետ պիտի լիքը տենց ծովամթերք էլի օգտագործեմ, հատկապես ձուկ։ Բայց ասեց, ստեի ձկներին այդքան պետք չի էլի դավերի անել։ Ամեն տեղից ձուկ մի արբան, տես բաներ ասեց։ Այդտենց գործանող մի հատ մոտիկ տղա կար, ինքը այդ գործով զբաղվել է, էլի, ասեց հատուկ տաբլետք կա ախպեր, որ տալիս են ձկանը, ինքը նույնիսկ կարգին մեծանում է, էլի, տենց հորմոնալ բաներ են, տես տաբլետք են։ Ստացվում է մենք հանգիստ կարող ենք ուտել, ասենք հորմոններով հարուստ ձկնեղեն, նույնիսկ չկասկածելով դրա վտանգավորության մասին։ Պարզվում է բանից անտեղյակ մենք քիմքին հաճելի ենք դարձրել վտանգավոր հավելանյութերով ձկնամթերք, իսկ ձկան բիզնեսով զբաղվողները առաջնորդվում են միայն բիզնեսը ծաղկի սկզբունքով։ Բացի այդ, ասում է բան էլ կա, կերի մեջ հատուկ ներք են լցում, որ ձուկ ուտում է կերը, խոսքի կարմիր գույն են լցում կերի հետ, ձկան միսը դառնում է կարմիր գույնի։ Ինքը հենց տիպը լավ որակի ձուկ է, էլի երևում։ Կտրում ես, նայում ես կարմիր միսը, ասում ես, էս ի՞նչ լավ ձուկ է։ Ու այդ գույնը ասում է մի 20 օրից ինքը անցնում է, էլի։ Դու պետք է անընդհատ 20 օրը մեկ այդ կարմիր գույնով կերը տաս, որ իր միսը կարմերած մնա։ Խանութներում ձկնամթերքի տեսականին բազմազան է՝ սառեցրած, ծխեցրած, ապխտած։ Այս շարքը երկար կարելի է թվել, բայց քչերին է հայտնի ինչ եղանակով են դրանք պատրաստվում։ Կան հատուկ նյութեր, որոնք օրինակ ապահովում են ձկան քաշն ու ինչպես լուծողներն են ասում սարթությունը, իսկ ահա սպառողին գրավելու համար արվում է ամեն ինչ։ Օրինակ սաղմոնը մեր իմացած սյոմգան, որը բավականին թանկարժեք, կարմիր ու ախորժելի է ընդամենը ներկանյութի շնորհիվ, ու զարմանալիորեն մենք գնում ենք հենց ներկվածը։ Անհրաժեշտ է իմանալ, որ բնական ձկան միսը պետք է մոտ լինի մոխրագույնին։ Բոլոր անվտանգության պահանջներով ուղեցող փաստաթղթերը, եթե տնտեսվարողն ունի, տեսուչը նաև օրգանոլեպտիկ զննում է, այսինքն աշխով նայում է հոտը, գույնը, կոնսիստենցիա, երևի եթե որևիցե բան խախտված է, ասենք կարող է լուրջ վտանգ ներկայացնել, միանշանակ կասեցվում է ուղարկվում է լաբորատորիա։ Որ ձկնաբուծությունը զարգանում է ակնհայտ է, արտահանման հարցերն էլ են լուծվում, բայց ով պետք է մտածի գնորդի մասին, ինչ ձկնամթերք ենք սպառում մենք, եւ ինչքանով կարելի է վստահ լինել, որ այն անվտանգ է։ Մանավանդ, որ սննդի անվտանգության տեսչությունը պարզվում է խանութներում ստուգումներ է անում միայն բողոքի դեպքում, բայց դժվար թե որևէ մեկը իմանա, թե ասենք ինչով են կերակրել ձկներին, որ մի բան էլ բողոքի։ Հնարավոր չէ, այսինքն գոնե մեկ անգամ առանց բողոքի մի հատ ստուգումներ անցկացնել, տեսնենք։ Հնարավոր է, մենք շուտով ընդամենը մեկ ամիս հետո, եթե խոչընդոտներ չլինեն, արդեն վերազինվել է սարքավորումները, որը թույլ կտա մեզ նաև սննդամթերքի մեջ տակարանի ձուկ, ձկնամթերք ստուգելու մնացորդային պլանից բխող բոլոր այն արգելված դեղամիջոցները, հակաբիոտիկները, հորմոնները, սննդային հավելումները, որոնք վնասակար վտանգավոր մարդու առողջության համար։ Իսկ 1-2 անկախ լաբորատորիաներում թեև դրա հնարավորությունը կա, բայց դե եթե տնտեսվարողին պարտադրող չկա, որ մեկը ավելորդ գումար կծախսի։ Ըստ մասնագետի մեզ մոտ ձկան կերը հիմնականում ներմուծվում է եվրոպական երկրներից, որոնք ստուգվում են նաև սահմանակետերում։ Իհարկե փաստաթղթային ստուգման մասին է խոսքը։ Մենք ունենք նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծում, բայց այնտեղ որոշակի խնդիրներ առաջանալուց հետո մեզ ահազանգից հետո տնտեսվարողները արդեն խուսափում են։ Սննդի անվտանգության տեսչությունը հիմա ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն է իրականացնում ձկնաբուծարաններում։ Իհարկե հին սկզբունքով նախապես տեղեկացնում են, նոր այցելում։ Մի քանիսում խախտումներ են հայտնաբերվել նորից պայմանների հետ կապված։ Փաթեթավորման փուլում խախտումներ սառնարանային ջերմային ռեժիմի խախտումներ եւ մակնշման խախտումներ, հիմնական խախտումներ, որոնք որ հայտնաբերվում են, միայն դրանք։ Դրանցից մեկում համոզելու համար, որ իրենց ձկան կերն անվտանգ է, այն հաճույքով կերան։ Եվ ինձ էլ ինչպես ասում են հյուրասիրեցին։ Ինչ է պարունակում սա։ Սրա հիմնական կոմպոնենտը ձկան ալյուր է, ձկան յուղ է։ Ուտում եք։ Ոչ մի քիչ չկա։ Իսկ կարելի է նաև ուտել։ Դա կարելի է երեխային էլ տալ։ Կարող փոխել։ Մի վախեցեք։
դուք կզգաք ծովի ձկան համը ամբողջությամբ։ Թե ինչպիսի կերպ պետք է տալ ձկանը որոշում են տնտեսվարողները, ամենուր հավաստիացնում են, որ ձկան աճն արագացնող որևէ խթանիչ չկա։ Իրականում նույնիսկ կերերի մեջ կարող են դրանք լինել, բայց կան թույլատրելի նորմեր։ Բաղադրությունը բան չեն իմանում։ Իրենք գիտեն, իրանք բացատրում են մեզի, բայց ասենք ես հələ կոնկրետ չգիտեմ, ասենք ինչա պարունակում։ Խնդիրն այն է, որ որոշ հորմոնների, հավելումների ու ներկանյութերի ներմուծումը արգելված չէ։ Սա դեռ չի նշանակում, որ մեզ մոտ բոլոր ձկնաբուծարաններում ձկան աճը խթանող հորմոններ են տալիս։ Պարզապես դաշտնազատ է, իսկ կարճ ժամանակում մեծ ձուկ ստանալու գայթակղությանը հնարավոր է շատերը չդիմանան։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Չափարյան, Զորաբ Խարամյան, Սուրանգյուղ։ Իրավի, ճիշտ է ասված, ընտանիքը փոքր դրախտ է այս դժոխային կյանքում։ Ընտանիքը փոքր հասարակություն է, որի ամբողջականությունից է կախված մարդկային ամբողջ մեծ հասարակության անվտանգությունը։ Իսկ եթե ընտանիքը ամբողջական չէ, մանավանդ անապահով, հասարակության ինչ անվտանգության մասին է խոսքը։ Այսօր կպատմենք տնակում ապրող աղքատ ընտանիքի մասին, որտեղ մի կերպ գոյատևում են, քաղցած օրեր անցկացնում, բայց երբեք չեն մոլում։ Ընտանիքի մայրը փողոցներ է մաքրում ու չնչին աշխատավարձով երեխաներին պահում։ Իսկ հայրը տարիներ առաջ հեռացել է ու իր մասին լուր չի տալիս։ Իհարկե հեշտ է հայր դառնալը, դժվարը հայր լինելն է։ Ինչու մտնել ընտանիքի բեռի տակ, եթե կարելի է անհոգ ապրել։ Բայց միթե մարդը կարող է զավակներից հեռու անհոգ, մանավանդ երջանիկ ապրել, չէ՞ որ ընտանիքը սկսվում է երեխաներից։ Արդարացում չունի այն կյանքը, որ անցնում է առանց ընտանիքին ծառայելու, մանավանդ որ զավակներից մեկը ինչ-ինչ պատճառներով հաղորդակցվելու խնդիր ունի, մյուսները սիրո հոգատարության կարիք եւ վերջապես, ինչպես ասում են, կուշտ փորով հաց ուտելու երազանք։ Նման երազանք ունեցողները թերևս չեն կարող լիիրավ քաղաքացի լինել, բարդույթները կխանգարեն։ Լավ է, որ մեզանում կան ուշադիր եւ սրտացավ մարդիկ, որոնք կանգնում են խեղճուկրակների կողքին ու աջակցում, թեկուզ բարոյապես։ Այժմ Տաթև Մեսրոպյանի առաքինությունը հոգու առողջություն տեսանյութը։ Այս ընտանիքի մասին մեզ պատմել էր մի քահանա, փոքրիկ Հովհաննեսին, որն ինչ-ինչ պատճառներով դժվարանում է խոսել, քաղցը մեկ օրով մուրացիկության է դրդել։ Հետո քայլերը տարել են եկեղեցի։ Տղան միանգամից գրավել է հոգևորականների ուշադրությունը։ Նրանցից մեկը 2 շաբաթ առաջ կազմակերպել է Հովհաննեսի եւ քրոջ մկրտությունը ու նրանց կնքահայրը դարձել։ Երեխես բանկ էր գնացել, ինչ-որ նեղության մեջ էինք, մի թեթև գումար էր հավաքել, բերել էր։ Հացի փող չկար ձեռներս, որ հաց առնեինք, յակել էի սոված։ Մեկ էլ վերեց մեր այս տղուն, մենք չէինք ճանաչում։ Իա ավտոյով եկա, ասեց երեխուն ուշադիր եք, ասեց բալ կնքված են երեխաները, ասեց չէ, մենք կնքված ենք, բայց երեխաները ոչ։ Մեկ էլ տեղից արդեն Էցեք տարանք ընկեցինք։ Արդեն տանը տղայի մայրն ուրախությամբ պատմեց, որ աշխատանք ունի, փողոցներ է մաքրում եւ դրանից բոլորովին էլ չի ամաչում։ Հավատում է, որ լավ օրերը դեռ առջևում են ու եթե նախկինում արհամարանք է զգացել վճարի դիմաց տարածքներ մաքրելու համար, այսօր հարգանքի է արժանանում, որովհետեւ երեխաներին պահում է արդար վաստակով։ Այստեղ մեզ քարերով խփում էին, ինչա որ մենք իրանք փող ունեն, մենք չունեինք։ Արդեն որ մեր հարևանները տեսան մենք շատ լավ մարդիկ ենք, բարի ենք, կամեցող ենք ու բալանի մեզ են տալի, վստահում են։ Մեր աղջիկներն ասեն, թող մեր աղջիկը մնա քաղաքապետարանի դուռը մաքրի, տեսա, լավ կամ հաց չկա։ Մեզից հեշտ գործ տվեցին։ Փարոսս կտրել են, ասવા բարձր աշխատավարձ եք ստանում ու կտրում են։ Բարձր աշխատավարձն ինչքան է։ 59000։ Սվետլանա Շահազիսյանը ծնվել եւ մեծացել է Էջմիածնում։ Հորը կորցնելուց հետո դեռևս անչափահաս սև աշխատանք է կատարել եւ օգնել ընտանիքին։ Անհաջող ամուսնություն է ունեցել, ավելի ուշ ամուսինը տունը գաղտնի վաճառել է ու հեռացել։ Ինքը չէր աշխատում, ես էի աշխատում, իամ պահում էի։ Աշխատավարձս բերում է տալիս է, ինքը տանում էր, խմում էր ու հաց չէր բերում տունը, ուտելիք չէր բերում։ Ես էս սոված է, այս երկու երեխաներ տանն են բերել, երկու երեխան, ես տանն եմ բերել։ Միջև հեռանալը փոքրիկ հողակտոր է տնակի հետ գնել։ Սվետան միայնակ խնամում է կույր մորն ու 2 անչափահաս զավակներին եւ արդեն 7 տարի ամուսին կոչվածից լուր չունի։ Ասում եմ մահացել է, ինչ արի, ասեմ հայն չանեմ, ինչ ուզում եմ թողնի, ես իմ երկու երեխուն պահում եմ, միջև մայր արդեն ես ինքս մեծացրել եմ, ինքս ինձ հիմա չեմ կարող, հնարավորություն չունեմ, գումար չունեմ, որ հագցնեմ, աշխատավարձը չի բավարարում։ Միջարաբաստիկ օր էլ նրանց տնակն այրվում է եւ ընտանիքը ձմռանը մի քանի օր գիշերել է բաց երկնքի տակ։ Ամիսներ առաջ Էջմիածնի քաղաքապետարանը նրանց նոր տնակ է հատկացրել։ Հիմա գոհու շնորհակալ են, բայց ինչպես երևում է, այս ընտանիքի խնդիրները վերջ չունեն։
Երեխաներս մեծանում են, սենյակներ չունեն, մենք բոլորս միասին ստեղ ենք քնում, ես էլ իրանք արդեն մեծանում են, ամոթային կողքը քնեն, ես էլ երեխա եմ փոխվում եմ, որտե փոխվեն, սենյակ չունեմ, հնարավորություններ չունեմ։ Սվետան նեղսրտում է, որ չի կարողանում երեխաների անգամ աննշան ցանկությունները կատարել եւ ամեն օր պարտքեր է կուտակում։ Իսկ չնչին աշխատավարձի մի մասն առաջինն առանձնացնում է կոմունալ վճարումների համար, որ լույսից ու ջրից չզրկվեն։ Շորել են ուզել, կոշիկել են ուզել, հագուստներ էլի, գրենական պիտույքներ են ուզել, որ խաղանի ար հետ, բայց չեմ կարողացել գումար չունեի, որ առնեի։ Ընդամենը 30,000, ճիշտ ասած ես չեմ գնում հաց առնում, աղջիկաս եմ ուղարկում հացի։ Հովհաննեսը երազանքները նկարների միջոցով է արտահայտում։ Միայն տուն է նկարում ու փակցնում պատերին։ Այնքան քաղցած օրեր է անցկացրել, որ երազում է խանութ ունենա կամ խանութ պան դառնալ։ Տատն էլ բացատրում է, թե ինչու է երեխան նման երազանքներով ապրում։ Խանութի աշխատում։ Ո խանութը ծախուրա իմ էլի։ Արավոտը լույսը բացում է, շատ կներեք ներողություն։ Լույսը բացում է, մամ ջան ասում է, մի բան սարքի ուտենք, այ բարամ ինձ սարքին։ Չգիտեմ, փող չկա, որ այդամ հաց առնում։ Երեխային նստեն ուտեն, խմեն, որ մեծներ ատեն տելնում։ Որ հաց չի ուտում, խեղտում ասում, սոված է։ Այդ են փեսը տնկում են հատեն հավաքում, որ բերեն երեխեն ինք իրանք ունի տա հարևանությունը գործանի, որ մի կտոր հաց ուտի։ Սվետան հպարտանում է, որ դուստրը սոցիալ-կենցաղային այս պայմաններում գերազանց է սովորում։ Տղան էլ սովորելու հետ սեր չունի, բայց տանն օգնում է մորը։ Դե մայրն էլ մի երազանք ունի, որ երեխաներն ավելի բարվոք պայմաններում ապրեն։ Ես որ լավ սովորել եմ, այդ կիսարաջանը ինձ նստացրել ավճար դասան։ Որտեղ հիմա հոգնած եմ գալի, ամանները ինքն է լվանում, մեկ էլ իա շորերն է լվանում, լվացք անում։ Սվետայի ընտանիքը հաճախ մոռանում է դժվարությունների մասին, քանի որ զգում է թեկուզ քչերի ուշադրությունն ու հոգատարությունը, որոնց կարիքը շատ ունի։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չափարյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Տաքսուց մինչև Բենթլի համարյա բոլոր մեքենաները վարում են տարբեր աստիճանի գորգ համարանիշներով։ Գործող տառերով հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են։ Կոմպլեքսավորված, ոչ լիարժեք անձնավորություններ։ Ամենաթանկն արժեր 5 միլիոն դրամ, ապա հիմա 8։ Մեքենայի երկարությունը ոչ թե 3 մետր էլ, այլ 6։ Աչքի ընկնող պետ համարանիշներով երբեք չի տարվել։ Լայնախոհության բացակայությունը գեղեցկություն։ Վստահեցնում են, թե մի գրամ ուշադրություն չեն դարձնում մեքենայի համարանիշին։ Որոշում կայացրեցին, որ այդ համարները կան Զապորոժից մեքենաներ։ Նպատակն էր բազմաչարչար բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելը։ Հայաստանում կան մարդիկ, որ բարդ ինքնաթիռներով են շրջանում, ուղղաթիռներով են շրջանում։ Այստեղ ոչ մի զգուշացնող նշան չկա, որից այն կողմ պետք է որ Խոսրովի Արգելոցի այլընտրանքային մուտքը լինի։ Այո, մեր տեղեկատուն մեզ չէր խաբում։ Կարելի է հանգիստ մտնել, խնջույք անել, որս անել։ Եթե մտնեինք էլ դժվար թե որևէ մեկն իմանար։ Ամբողջ Հայաստանը իմացավ որտեղ է գտնվում բալանին եւ ինչպես կարելի է մտնել։ Այսպես կոչված անտառապետը ոչ բոլորի նկատմամբ է խիստ տրամադրված։ Ռակ են վառում, խնջույք են անում։ Օրինակ 5000 նստան չի թողի, Կան մարդիկ, ովքեր իրենք էլ դեմ չեն համագործակցել Արգելոցի տարածք ապօրինի մատ անցկացնելու հարցում։ Վաղը եկեք, ասար 100% ես իմ ավտոյը դեզի տանը ֆրցնել։ Ապեր ուզում ես ՄԲԴ-ի մինիստրի համարներով արի։ Ձև չկա։ Հիշեցումը որոշներին կածես լավ նյարդայնացնում է։ Տարածքից դուրս հանեք, հա, իրանք։ Մեկ էլի դուրս կգաք, ընկեր, ես էլ կարամ ասեմ, որ Արարատի մարզպետն եմ։ Սեպտեմբերի 17-ին ցուցամոլներն ու շքեղամոլները գույշ ստացան։ Բարձրացան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները։ Օրինակի համար 88 ՏՏ 888 համարը հետ այսու արժենալու է 8 միլիոն դրամ, նախկին 5 միլիոնի փոխարեն։ Ասել է, թե համարանիշների վերին շեմը բարձրացել է 3 միլիոն դրամով։ Մի խոսքով, իրավապահները հիմնվելով շուկայի բաղկացուցիչ 3 տարերի առաջարկի, պահանջարկի եւ գնի վրա բարձրացրել են պահանջարկ ունեցող ապրանքը, ինչը կարծում եմ արդարացված է հատկապես թանկ համարանիշների մոլուցքով տարվածների դեպքում։ Այս տեղեկատվությունը նաև առիթ դարձավ վերհիշելու շքեղության հարկի մասին, որը շրջանառության մեջ մտավ 2011 թվականին եւ որով նախատեսված էր շքեղ անշարժ եւ շարժական գույք ձեռք բերողներից լրացուցիչ գումարներ մուտքագրել պետբյուջե։ Հայտնի է, որ ցուցամոլությունն ու շքեղամոլությունը մեր ազգային բնորոշ հատկանիշներից են, գուցե փոքր ազգերի բարդույթ։
Ու հենց դրա հետևանքով հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ ասենք բախտի բերումով հարստացած մի քնձռոտ հատատա է տալիս իրավապահին կամ բժշկին, երբ կարևորը ոչ թե մարդու մտավոր ունակություններն են, այլ ունեցվածքը, երբ 4 հոգանոց ընտանիքը կարող է ապրել 6 հարկանի շենքում, իսկ 14 հոգանոցը հավաբնում։ Նկատեցիք, որ խոսքը սոցիալական արդարության բացակայության մասին է, որի հիմքում ընկած են նաև ցուցամոլությունն ու շքեղամոլությունը։ Ու թերևս շքեղության հարկատեսակի սահմանման եւ կիրառման հիմքում հենց այս հանգամանքներն էին ընկած։ Սակայն ինչ ունեցանք հարկատեսակի կիրառումից ի վեր, որպեսզի խոշոր գումարներ չվճարեն բյուջե, մի հոտ զանգված մեքենաները սկսեցին ձևակերպել ցածր ինքնարժեքով, իսկ բնակարանների մասով դրույթը ինչ որ պայծ առհասարակ դուրս մնաց։ Սա նմանվում է հայտնի ասացվածքին. տանձը իմն է, խնձորը իմն է, սերկևիլն էլ սիրտս է ուզում։ Ու քանի դեռ այս ասացվածքը բնակչության ինչ որ հատվածի մոտ լայն կիրառում ունի, շքեղության հարկը ոչ միայն պետք է պարզապես սահմանել, այլև կիրառել ողջ ուժով։ Նելի Հարությունյանի Գոլդ համարանիշների շքեղ առանձնատները եւ առհասարակ հայկական առանձնահատկությունների մասին տեսանյութը վերնագրել ենք «Ես լավ տղա եմ»։ Հայաստանում վաղուց արդեն տաքսուց մինչև Bentley համարյա բոլոր մեքենաները վարում են տարբեր աստիճանի Gold համարանիշներով։ Ուստի տարօրինակ չէ, որ պետավտոտեսչությունն էլ արձանագրել է, որ Gold համարները սպառվում են եւ թողարկել է նորերը։ Բայց շատերի կարծիքով մեր օրերում հիմա արդեն շատ ավելի օրիգինալ է նույնիսկ թանկարժեք ավտոմեքենան վարել աշխարհի ամենաչհիշվող պետհամարանիշներով, քան Gold։ Հատուկ Gold համարանիշների սիրահարների համար կարծես անկախության տոնին ընդառաջ կառավարությունը համարանիշների չափորոշիչները սահմանելու որոշման մեջ փոփոխություն կատարեց։ Ըստ որի գործածվող տառերից բացի այսուհետ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների վրա կարող են օգտագործվել նաև C, F եւ Z տառերը։ Գործադիրը հիմնավորեց, թե գնալով նվազում է Gold համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող տառերով հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են, իսկ պահանջարկը երբեք։ Ցուցամոլությունը, որով տառապում են կոմպլեքսավորված, ոչ լիարժեք անձնավորություններ։ Հատկապես Z տառը շատ արագ գրավեց նրբաճաշակ վարորդների ուշադրությունը։ Որոշումից ընդամենը 1 շաբաթ անց արդեն այս տառով համարանիշների համարյա հերթեր են գոյացել։ Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը նոր հնարավորություններ տալուն զուգահեռ սահմանել է նաև նոր գներ։ Ըստ այդմ, եթե նախկինում մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից ամենաթանկն արժեր 5 միլիոն դրամ, ապա հիմա 8։ 30-ական թվականներին կապիտալիստական երկրներում կապիտալիստը փառավորելու վարու համար մեքենայի երկարությունը ոչ թե 3 մետր էլ, այլ 6, սիգարը ոչ թե 20 սանտիմետր էլ, այլ 40, ում փորը կլինի մեծ, ում ավելի սիգար կծխիվան, հետո հասկացան, որ դա լրիվ էշություն է։ Դա գեղեցություն է, ռաբիզություն։ Երեկվա չտեսները փող են ստացել, փողատեր են դարձել, գեղեցությունն էլ բուջուր ազգի բնորոշ, լայնախոհության բացակայությունը գեղեցություն է։ Նախկին վարչապետն ու ներկա падգամավորը վստահեցնում է, որ աչքի ընկնող պետ համարանիշներով երբեք չի տարվել, հիմա առավելապես։ Անձնական մեքենայից համար այսպեսին է 292.05։ Հարյուրավոր վարորդներ անգամ կաշվից դուրս գալով պատրաստ են գնել թանկարժեք համարանիշ եւ այդպիսով ապահովել այսպես ասած անձեռնմխելիություն երթևեկության ժամանակ։ Ճանապարհային ոստիկանները թեև վստահեցնում են, թե մի գրամ ուշադրություն չեն դարձնում մեքենայի համարանիշին, խախտում կատարողին անխտիր տուգանում են, այնուամենայնիվ կրկնվող տառերն ու թվերը մտածելու տեղիք տալիս են։ Դա նշանակում է, որ կրկնակի գեղեցություն կա, համ ավտոքաշորդը գեղած, համ էլ կանգնեցնողը կրկնակի գեղեցություն է։ Սովետների ժամանակ, երբ որ դա արդեն դառնում էր մոլություն, հիվանդություն, ուղղակի որոշում կայացրեցին, որ այդ համարները տան Զապորոժից մեքենաներին։ Ու միանգամից հարցը լուծվեց։ Քանի որ Այբուբենի թվականը կսահմանափակա, դրա վերջին էլ կգա։ $10,000 արժողության համարանիշի հմայքին չդիմացող շքեղության սովոր վարորդները այնուամենայնիվ սկսել են զսպվածություն դրսևորել, բայց շքեղ մեքենաների ներկրման հարցում, եւ սա 20% ավելհարկ վճարելու ահից։ 2011-ին կառավարությունը նախաձեռնեց ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություն, որը մեքենաների մասով ստացավ շքեղության հարկ անունը։ Այն նախատեսում էր 25 միլիոն դրամ եւ ավելի մաքսային արժեքով, մինչեւ 2 տարվա թողարկման ամսաթվով եւ 45000 սանտիմետր խորանարդ եւ ավելի շարժիչի հզորություն ունեցող թեթև մարդատար մեքենաների մաքսազերծման ժամանակ կիրառել հավելյալ 20% շքեղության հարկ։ Սրա նպատակն էր բազմաչարչար բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելը, ինչը սակայն չհաջողվեց։ Դա իրականում շքեղության հարկ չէ, դա վերաբերում է շատ սահմանափակ թվով մեքենաների։ Դա չի վերաբերում, ասենք, ինքնաթիռներին, դեռ չեն մտցրել։
Մինչդեռ Հայաստանում կան մարդիկ, որոնք արդեն ինքնաթիռներով են շրջանում, ուղղաթիռներով են շրջանում։ Օրենքն ուժի մեջ մտավ 2012-ի հունվարի 1-ին եւ հենց այդ ժամանակից թանկարժեք մեքենաների ներկրման ծավալը կտրուկ նվազեց։ 2011-ին հանրապետություն էր ներկրվել շքեղության չափորոշիչներին համապատասխանող 308 մեքենա, իսկ 2012-ին արդեն 20% հավելյալ հարկման պայմաններում ընդամենը 51, այսինքն 6 անգամ պակաս։ Ուստի միայն այս փոփոխության շնորհիվ կառավարության ակնկալած լրացուցիչ 1 միլիարդ դրամ եկամտի փոխարեն ստիպված եղավ մխիթարվել ընդամենը 312 միլիոնով, այսինքն 3 անգամ քիչ։ Մի շարք երկրներում շքեղ ավտոմեքենաների օգտագործման համար նախատեսված հարկային դրույքաչափերը պայմանավորված են տվյալ ավտոմեքենայի կշռով, չափերով, շարժիչի հզորությամբ, արտանետվող CO2 գազի քանակով։ Օրինակ Դանիայում հիմք ընդունելով էկոլոգիական գործոնը ավտոմեքենայի գրանցման համար գանձվում է դրա արժեքի 105%-ի չափով գումար։ Իսկ եթե ավտոմեքենայի արժեքը գերազանցում է 18000 ամերիկյան դոլարը, ապա համապատասխան գումարը կազմում է 180%։ Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում են շքեղության հարկ արժեքի 33%-ի չափով։ Ընդ որում շքեղ են համարվում $57000 ավել արժեցող մարդատար մեքենաները։ Հրանտ Բագրատյանի համոզմամբ շքեղության հարկը իսկապես միտված է միջոցների վերաբաշխմանը, բայց ոչ թե սոցիալական արդարության համար, այլ որպեսզի անհավասարությունը շատ ճչացող չլինի։ Միջոցների վերաբաշխման իրական լծակը ըստ նրա գույքահարկն է։ Բացի շքեղության հարկից կա նաև երրորդ հարկը, գույքահարկը։ Ճիշտ է, շատ մեծ տների պարագայում օրինակ գույքահարկը կարող է հասնել մինչև 1%, բայց խոսքը վերաբերում է ասենք 0.4-ից 1% ինտերվալի մասին։ Ասեմ ձեզ, որ որոշ երկրներում հասնում է 5%։ Եվ եթե Հայաստանում գույքահարկը լիներ 5%, մեր օլիգարխները չէին մտածի պալատներ տներ կառուցելու մասին, այլ կմտածեին արտադրամասեր, աշխատատեղեր ստեղծելու, արտադրամասեր կառուցելու մասին։ Պատգամավորն առաջիկայում հանդես է գալու նոր սանտղակով եկամտահարկի եւ գույքահարկի կիրառման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Մեծ հույսեր իհարկե չի փայփայում դրա ընդունման հետ կապված։ Համարավստահ է, որ այն կունենա նույն վախճանը, ինչ ժամանակին Վիկտոր Դալաքյանի նախաձեռնությունը շքեղության հարկի վերաբերյալ, որով պատգամավորն առաջարկում էր հարկել մեքենաները, անշարժ գույքը, արվեստի գործերը եւ այն ամենը, ինչ կարող է շքեղություն հասկացության մեջ տեղավորվել։ Գույքահարկը մեր բյուջեում կազմել է 0.3%, Միացյալ Նահանգների 5%։ Եվ այդ 5%-ի 4.8%-ի տալիս են հարուստները։ Օրինակ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Անգլիայում եւ եվրոպական այլ երկրներում հարուստ լինելը իրականում բավականին թանկ է։ Այդ պետություններում մասնավորապես անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են դրա արժեքի 1-2%-ը։ Ֆրանսիայում հարստության համար հարկ վճարում են այն ընտանիքները, որոնց ամբողջ ունեցվածքի արժեքը ավել է 750,000 եվրոից։ Իդեպ ֆինանսների նախարարությունը վստահեցնում էր, որ մեքենաների մասով ակցիզային հարկի ընդունումից անմիջապես հետո ձեռնամուխ կլինեն նաև անշարժ գույքին վերաբերող այսպես ասած շքեղության հարկ սահմանելու գործին։ Նախարարության ուղղված մեր կարծես թե շատ պարզ հարցին կա արդյոք նման նախաձեռնություն թե ոչ, այդպես էլ պատասխան չստացանք։ Հետևություն, որ ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չի ձեռնարկվել։ Եվ հավանաբար դրա կարիքն էլ առանձնապես չկա։ Միևնույն է, թե մեքենաների, թե անշարժ գույքի եւ այլ ունեցվածքի մասով շքեղության հարկ վճարողների շրջանակը հիմնականում հայտնի է։ Նրանք շատ հեշտ կգտնեն նաև նոր հարկից խուսափելու մեխանիզմները։ Նախ որովհետև շատերը հենց այդ մեխանիզմները սահմանելու ակունքներում են եւ հետո նրանք մեր երկրում հոգորած մարդ չեն։ Նելի Հարությունյան, Զորհաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով սեպտեմբերի 20-ին ձերբակալվել է Պայեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Նյուզկետ.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշել է, որ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Ավետիսյանը Զաքարյանից հափշտակել է $2000։ Նշեմ, որ գնդապետ Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում, պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել։ Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդականն ու արագ արձագանքման բաժնի պետը այցելել են ձերբակալվածների պահման վայրում գտնվող Ավետիսյանին, որը նշել է, թե որևէ բողոք չի ներկայացրել եւ ձերբակալումը կապ չունի իր վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ, նաեւ հավաստիացրել, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել։ Ավետիսյանը պայմանավորել ենք, որ 5000 դոլար փոխտամիրան երբ ազատելու համար։ Որից տվել է $1000։
Հավելեն, որ պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ձերբակալման արձանագրությանն ու մնացած փաստաթղթերին, փաստելով դրանց իրավաչափությունը։ Միաժամանակ Ավետիսյանին պարզաբանել են իր իրավունքները եւ առաջարկել անհրաժեշտության դեպքում դիմել պաշտպանի աշխատակազմ։ Ովքեր տուժել են Ավետիսյանի գործունեությունից, կարող են դիմել ռազմական ոստիկանություն, պաշտպանության նախարարության քննչական ծառայություն կամ զինդատախազություն։ Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել ենք տրանսվեստիտի մասնակցությամբ խարդախության մի քանի դեպքերի եւ խոսել կոմայգում եւ մանկական երկաթուղում տիրող իրավիճակի մասին։ Մասնավորապես պարզել ենք, որ մանկական երկաթուղու տարածքում օրվա տարբեր ժամերին հավաքվում են տրանսվեստիտ եւ համասեռամոլ մարմնավաճառներ։ Օրեր առաջ մի քաղաքացի մեզ տեղեկացրել էր, որ ականատես է եղել, թե ինչպես են մանկական երկաթուղուն հարակից տարածքից ոստիկանները բերման ենթարկում 10-ից ավելի տրանսվեստիտի։ Բացի այդ, արգելափակել են տարածքի չգործող կառույցները, որտեղ մինչ այդ վերջիններս իրենց այլանդակ գործողություններն էին անում։ Հիմնականում հավաքվում են այստեղ, զբաղվում են իրենց այլանդակություններով, թե տղաները եւ թե աղջիկերը։ Այստեղ տրանսվեստիտներն էլ, այո, յուբկաներով, քսված պարիկներով գալիս են, կարող եք գիշերներն էլ գալ, երևի նորից կտեսնեք, կնկարեք։ Այդ ժեշտերի հետևը։ Ժեշտերի հետևը հիմա փակել են ժեշտերը, որ չկարանան մուտք գործեն այդտեղ։ Այս նոր են փակել։ Այո, նոր են փակել դա։ 10-ից ավել հաստատ կլինեն մոստի վրա շարված, երեկոյան ժամ 8-9 կողմերն են։ Թևերը ծալեցին այստեղ, անդամները տեսանք, ցեցին ձեռքներն ու միանգամից վազացին դեպի մեքենա, մեքենաները այստեղ են կանգնած։ Խոսրովի արգելոցի խնդրի մասին շատ է խոսվում։ Նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ չնայած հավաստիացումներին, արգելոցի տարածքում որս է արվում։ Բայց ինչպես, եթե արգելոցի մուտքը հսկում են անվտանգության աշխատակիցներ։ Մեր նկարանող խումբը գտել է Խոսրով տանող հիմնական ճանապարհը շրջանցող մեկ այլ ուղի, որով հասել է մեկ այլ մուտքի մոտ։ Այն արգելափակված է եղել, սակայն իմ գործընկերները հեշտությամբ բացել են արգելափակոցը տարածքում թաքցված բանալիով։ Գրեթե անանցանելի ճանապարհին նկատել են նաև մեքենաների անվադողերի հետքեր, ինչը վկայում է, որ արգելոց մտնելու համար շրջանցող ճանապարհից օգտվում են շատերը։ Իմ գործընկերների զրույցում նույնն են փաստել նաև շրջակա գյուղերի բնակիչները, նշելով, որ հենց սա է ճանապարհը, որով սովորաբար անցնում են որսագողերը եւ իրենց իսկ բնորոշմամբ ջոչերը։ Այս ամենը քիչ անց կներկայացնենք տեսանյութում, իսկ մինչ այդ Արմեն Աթալյանի հետ զրույցում արգելոցի աշխատակիցները փորձել են ամեն կերպ հերքել առանց թույլտվության արգելոց մտնելու հնարավորությունը։ Իդեպ որպես արգելոցի տուրիստական բաժնի ղեկավար ներկայացած անձը, որից մեր լրագրողը արդեն կենտրոնական մուտքի մոտ պահանջել է պաշտոնը հաստատող փաստաթուղթ, հրաժարվել է դրանք ներկայացնել եւ անվտանգության աշխատակիցներին հրամայել է նրան հեռացնել տարածքից։ Շատ հարցեր էր տվել է խուսափողական պատասխան։ Մի խոսքով, անիմն չեն մտահոգությունները, որ Խոսրովի արգելոցը ամենևին էլ արգելոց չէ, ու եթե ամենաթողությունը շարունակվի, Հայաստանի կարմիր գիրքը շուտով կարելի է դեն նետել։ Այժմ անարգել արգելոց տեսանյութը։ Մենք ուղևորվում ենք Խոսրովի արգելոց։ Ահա այս գրունտային ճանապարհով մենք մոտենալու ենք ոչ թե կենտրոնական մուտքին, այլ ուղղակի մտնելու ենք արգելոց, սա շրջանցող ճանապարհ է։ Չնայած այստեղ ոչ մի զգուշացնող նշան չկա, որ մենք իրավունք չունենք այստեղ գտնվել արգելոց մուտքը արգելվում է, իսկ մենք պետք է հաշվի առնենք, որ մենք արդեն իսկ գտնվում ենք արգելոցի տարածքում։ Մենք դուրս ենք եկել այս ճանապարհ Նարեկ գյուղի մոտից։ Ճանապարհն, ինչպես տեսնում եք, միայն ամենագնացների ու բեռնատարների համար է։ Մեր մեքենայով փոշոտ գրունտային ուղին անցնելուց հետո հայտնվում ենք փոքրիկ գետի ափին, որից այն կողմ պետք է որ Խոսրովի արգելոցի այլընտրանքային մուտքը լինի։ Մենք հասնում ենք Խոսրովի արգելոցի հիմնական տարածքի մուտքի մոտ։ Մուտքը մեր ունեցած տեղեկություններով արգելափակված է, բայց դրա մոտ պետք է լինի պահված բալանի, որի տեղը բոլորը գիտեն։ Ինչպես տեսնում եք, այստեղ ոտքի ճանապարհ էլ կա, ավտոմեքենաները անդադ անցուդաց են արել։ Մենք տեղեկացել ենք, որ բալանին այս արգելափակոցը բացելու համար Շլագ Բամանին ինքը գտնում է այստեղ։ Այո, մեր տեղեկատուն մեզ չէր խաբում։ Հիմա կփորձենք բացել այս արգելափակոցը, որը իբր հնարավոր չէ բացել եւ որի թույլտվությունը ունի միայն արգելոցի ղեկավարությունը։ Արտակարգ է։ Խնդրեմ։ Մուտքը դեպի Խոսրովի արգելոց բաց է, կարելի է հանգիստ մտնել, խնջույք անել, որս անել։ Այստեղ չկա նաև ոչ մի զգուշացնող նշան, որ դու մտնում ես Խոսրովի արգելոց, մուտքն այստեղ արգելված է։
իրավախախտները կտուգանվեն այսքան դրամով։ Մենք իհարկե չխորացանք արգելոցի մեջ, չենք ցանկանում օրենք խախտած լինել։ Չնայած, եթե մտնենք էլ դժվար թե որևէ մեկն իմանար։ Հուսով ենք տեսանիքից հետո արգելոցի աշխատակիցները ավելի շրջահայաց կգտնվեն, թե չէ ամբողջ Հայաստանը իմացավ որտեղ է գտնվում բալանին եւ ինչպես կարելի է մտնել Խոսրովի արգելոցի տարածք։ Մեզ ուղեկցում էր մի մարդ, որը մեկ անգամ արդեն եկել է այստեղ ու փորձել հանգստանալ գետի ափին։ Նրան է մոտեցել Արտյոմ թե Արծրուն անունով ինչ-որ անձ, ներկայացել անտառապետ ու սպառնացել թե կտուգանի, քանի որ իբր սա արգելոցի տարածքն է։ Չնայած գտնվում է արգելափակոցից այս կողմ։ Մեր ուղեկիցը ստիպված է եղել հեռանալ տարածքից, բայց գետի ափին մեր տեսածը ցույց է տալիս, որ այսպես կոչված անտառապետը ոչ բոլորի նկատմամբ է խիստ տրամադրված։ Արուքի հետքեր են։ Սա վկայում է, որ այստեղ մարդիկ գալիս են, կրակ են վառում, խնջույք են անում, եւ սա ուշադրություն դարձրեք արգելոցի տարածքում է, որտեղ օրնի բուն հսկում են պահապանները։ Որոշեցինք արգելոցի տարածք մտնել նաև հիմնական մուտքից։ Մեծ պտույտի ժամանակ որպես տուրիստներ շրջակա գյուղերի բնակիչներին էլ հարցեր տվեցինք արգելոց մտնելու հնարավորությունների մասին։ Այսօր գտնենք կթող, է։ Աբոս չէ։ Աշտած գազը կողմը։ Հալա 1000 չէ, որ նա 5000 նստամ չի թողի։ Քթվա է, ոչ թողա։ Ինքը չորից համար նստած են էլի ախպեր։ Այդ բանկը որ կա բերքը։ Գյուղել կա։ Հա, բայց մենք դժոխի քեֆ մեզ են անում ապեր։ Հա, լիճ միշ կա։ Դրա մասին չգիտենք։ Էդի որտե՞։ Գյոլը էդի լիճը ընդե ձկներ մկներ։ Ես մի կտոր հացեն կուտեմ ոչ է բանը չեմ ասում։ Հա, դաժե առանց փողի։ Հա, դրեցում են ապեն երեք քշերը եկան 4-ական անցան գնացին։ Խոսրովը շրջապատող գյուղերում կան մարդիկ, ովքեր իրենք էլ դեմ չեն համագործակցել արգելոցի տարածք ապօրինի մատ անցկացնելու հարցում։ Մեր բնասեր մյուս ուղեկիցը նրանց հետ շփվելու փորձ ունի։ Մի հատ գրոզովիկով ժողովրդի հանդիպանք, հարցրինք ինչ, ոնց գնացել ենք այս ինչ տեղը փագեր։ Այս տաղեն ասեց ախպեր վաղը եկեք, ասար 100% ես իմ ավտոյը ձեզի տանը ֆրցնեմ։ Այն որ արգելոցի տարածք մարդիկ են ապօրինի մտնում, գաղտնիք չէ։ Երևի թե էական խնդիր չէ։ Այ մեծ խնդիր է դառնում, երբ այդ մարդիկ որսագողությամբ են զբաղվում։ Հիշենք օրինակ նախորդ տարի բնապահպանների կողմից պատահաբար արձանագրված դեպքը, երբ արգելոցի տարածքում բեզուարյան այծի ու աղջի մնացորդներ էին հայտնաբերվել։ Ճիշտ է, էլի լինում են դեպքեր, հիմնականում դա ամենավտանգավորը, երբ որ դնում են կապկաններ եւ այլն, որ կրակոց չի լսվում աշխատողը, այլ մարդիկ գալիս են այդ ծայրամասում դնում են թակարդներ, հա, դա է ամենավտանգավորը, որը կենթանին են գնում եւ այն արջի դեպքներ Խոսրով անցատարը էլի թակարդի հետևանք է։ Իսկ ով այդքան քաջություն կունենա նման որս անել, որսացնել, տեղում խորովել ու կերուխում անել։ Շարքային քաղաքացին դժվար թե ավելի շուտ լուրջ թիկունք ու հատուկ կարգավիճակ ունեցողները։ Դե մենք հայտնաբերեցինք ձիու հետքեր, այսինքն տեղի բնակիչները ձիով երևի գալիս են այնտեղ թակարդները տեղադրում են։ Դա է հիմնական վտանգը։ Մենք էլ ենք արգելոցի ուղիներին հետքեր տեսել, բայց ինչպես արդեն ասել ենք, ոչ թե ձիերի, այլև մեքենաների։ Այս ճանապարհը արդեն այդ արգելափակոցից հետոյվա ճանապարհն է։ Բուն արգելոցի ներսնա։ Այդ ճամփենա են հերվում երևացողն էլ այդ շլակ բավումից հետո է։ Այսինքն այս ճանապարհը վկայում է, որ մեքենաները ստե անդադ գնում գալիս։ Բելնողից որ կպնում է գլավնի ճամփին մեջի փակ, նա ինչ տարորացած է, ոչ մի հատ, ոչ 6 հատ ավտոն սենց ճամփեն չէր կարա գլատի ասնել։ Ինչևէ, մենք մտանք Խոսրովի արգելոց նաև կենտրոնական մուտքից, Գառնու կողմից, որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Մեզ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։ Ոնց կարանք պայմանավորվենք, ոնց իմանանք թույլատվություն բան եկալեիք նոր գայիք։ Հա, մենք ասեցինք ստեղ ինքը կլինի, իր հետ խոսենք։ Փոխտնօրենի տնենք, նայեք։ Փոխտնօրենի որդին հավանաբար Հովիկ Թամազյանի որդին Արման Թամազյանն էր, որը մեզ ներկայացավ որպես արգելոցի туриզմի բաժնի ղեկավար։ Ուրիշ ճանապարհներով մուտքի ձև չկա։ Չէ։ Ձև չկա, թե կբռնեն մտածում։ Կբռնեն։ Իսկ եթե սուսիկ մտնեն։ Բա մենք ինչ ենք ախպեր։ Դե դու քիչ եք, էս հսկա տարածք է Միջև էդի ձեր տարածքը չի։ Հսկա տարածք է։ Մեր տարածքում աշխատում են ռեյնջերներ, որոնք հսկում են ամբողջ տարածքը։ Զարմանալի է, բայց վերոհիշյալ ռեյնջերներից ոչ մեկը մեզ չհանդիպեց մյուս մուտքի մոտ։ Չնայած մենք այն հասցրինք բացել, փակել, երևի նույնիսկ կհասցնենք պոկել հետները ստանել։ Եթե ասենք գոլդ համարներով բաներով գայինք, ապեր ուզում ես MBD-ի մինիստրի համարներով արի։ Ձև չկա։ Ապօրինի ներս մտած մարդկանց հետ եղել է, որ բռնենք։ Այս վերջերս։ Ինչ ասենք մեքենա թե ոտով են եղել։ Տուրիստը կարող է յանից շշկրվի ճանապարհը մտնի ներս,
Մենք հսկողներ ունենք։ Չէ, ինձ հետաքրքիր է, լրագրողը կոզ է, մասնագիտությունը ինձ հետաքրքրվելն է։ Մեր հարցերին արժեր պատասխանել։ Արգելոցի իսկ շահերից ելնելով, Խոսրովը վերջերս ստացել է եվրոպական դիպլոմ ու դարձել եվրոպական արգելոցների ընտանիքի անդամ իր բոլոր դրական հետևանքներով։ Առաջիկայում եվրոպացի մասնագետները գալու են ստուգումների դիպլոմը հաստատելու համար։ Համոզված ենք, հարցերը նրանց մոտ լինելու են այլ ավելի շատ։ Պետք է նայեն, հա, իրանք էլ մասնագետներ են, բավականին հզոր մասնագետներ են, իրանք մի հատ մտնեն կհասկանան այնտեղ ոնց է իրավիճակը։ Հուսով ենք արգելոցի աշխատակիցներն այդ փորձությունից պատվով դուրս կգան, ու մինչ այդ լուծած կլինեն առկա խնդիրները, չնայած դրանց մասին հիշեցումը որոշներին կարծես լավ նյարդայնացնում է։ Արմենիայից ես։ Տաս տուղ։ Իսկ դու ունես։ Ինչ ես ուզում։ Քո ներկայացումը։ Արման Խամազյան ասեցի քեզ։ Չէ, ասեցի, իսկ ունես դու։ Քեզ որ ներկայացնեմ։ Հա։ Որին։ Ասենք լրագրողը մենամ իմանամ իսկապես թե աշխատողս թե չէ։ Կարող է եկել ես տարածքից դուրս հանեք, հա, իրան ձերքսին։ Մեկ էլի դուրս կգանք, ընկեր, ես էլ կարող եմ ասեմ, որ Արարատի մարզպետն եմ։ Արարատի մարզպետի ճանաչում եմ լավ դուրս արել։ Չի կարողանում մեզ ներկայացնել իր պաշտոնը հաստատող որևէ փաստաթուղթ, բայց կարգադրություններ է անում անվտանգության աշխատակիցներին։ Կադրերի հարցում արգելոցի ղեկավարները դեռ շատ անելիք ունեն։ Առանց դրա նրանք դժվար թե էական դրական փոփոխությունների հասնեն Խոսրովում։ Արմեն Աթալյան, Հովհաննես Չապարյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Մի հեռացեք, գովազդը կարճ է լինելու։ Չի կարելի նապաստակ լինել ու դեպքի վարիչ ճողոպրել։ Հա, փագենք էլի, դիակ դիմ փագենք էլի։ Փորն ու հետույքը հաստացնող չինովնիկները միլիոններ են լափում։ Քուճ աշխարհ։ Եթե հանկարծ պայթեր կոպելը, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Որը սարևումն է մորքուր։ Մորքուր արես կոմ։ Խոսուն Շմավոն անվան երիտասարդը դուրս է գալիս հանդիպակաց գոտի օրական բազմաթիվ, այդ թվում ճանապարհային ոստիկանության մեքենաներ են ողջագուրվելով հակարդն ընկնում։ Ընկավ այդ լուկի մեջ։ Դե աչ ես մտնում, չի։ Որ խադավիկի մոտ տանեք, մեքենան նաշատիրով էլ չի կարող հետ բերել։ Սարայեղ ծանր վիճակում տեղափոխում են Թալինի հիվանդանոց, որտեղից էլ Երևան։ Բենզին չի էտի։ Հաստատ գտնվում էր Աֆրիկի տակ ու անհասկանալի բառեր էր ասում։ 5-րդ հարկից ընկել եմ, սա ջարդու խորթել է։ Գլոխս տարակա, ցած տեսել եմ։ Հանգիստ տարի մի իրար հետ հեսա կգնանք հիվանդանոց։ Այս կնոջ աչքին մեջ նայելիս ոչ մի կերպ չես պատկերացնի, որ մի քանի օր առաջ մի որդին սպանել է մյուսին։ Բացուա, վես։ Թողեց շատ միզերալի։ Հանցանքի եւ պատժի համարժեքությունը կոչվում է արդարություն։ Այն մարդկային ամենասուր պահանջն է։ Արդարության դեֆիցիտը ավելի սարսափելի է, քան սովը, համաճարակը, պատերազմը։ Արդարությանը բախվելով կոտրվում է հավատը մարդու երկրի ապագայի Աստծո հանդեպ, իսկ հավատի կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։ Այդ պատճառով մեծապես կարևորվում են դատական համակարգի բարեփոխումները։ Արդյունքում ակնկալվում է մեծացնել քաղաքացիների վստահությունը դատարանների նկատմամբ, իսկ վստահության պակաս իսկապես կա։ Դատարանը կոչված է հավասար հնարավորություններ ապահովելու մեղադրող եւ պաշտպանող կողմերի համար, այնինչ մեր դատարաններում ոչ միշտ է այդպես լինում։ Դատախազության ներկայացրած փաստարկը անհամեմատ մեծ ազդեցություն է ունենում դատարանի վրա, քան փաստաբանինը։ Այդ են վկայում փաստաբանների պարբերական բողոքները։ Վերջին շրջանում նրանք մի քանի անգամ գործադուլներ արեցին, բարձրացնելով իրենց կարգավիճակին վերաբերող ցավոտ խնդիրներ։ Սակայն հանրությանն այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ էին պահանջում, բավարարվեցին արդյոք նրանց պահանջները։ Եթե չբավարարվեցին, ապա ինչու չեն շարունակում պայքար իրենց իրավունքների համար։ Ինչու է մեր համաքաղաքացիները բողոքում դատարանների անարդար վճիռներից։ Տարածված կարծիք կա, թե անարդար վճիռների մեծ մասը կայացվում են դատախազության ճնշման տակ։ Այդ դեպքում ինչով են զբաղվում փաստաբանները, որոնք կոչված են չեզոքացնելու այդ ճնշումները։ Գուցե պետք է դատական բարեփոխումների փաթեթում մեծացնել փաստաբաններին ուղղված հատկացումները։ Եվ վերջապես, դատական բարեփոխումների արդյունքում որքանով է մեծացել քաղաքացիների վստահությունը դատախազության եւ փաստաբանի ինստիտուտի նկատմամբ։ Այս խնդիրները տեղից շարժելու լավ հնարավորություն է ստեղծվել այսօր, քանի որ թե դատախազությունում, թե փաստաբանների պալատում տեղի ունեցել ղեկավարության փոփոխություն։ Գևորգ Էմինտերյանը անդրադարձել է դատախազների եւ փաստաբանների ցավերին ու խնդիրներին։ Այն վերնագրել ենք «Արտոնությունը իրավունքի թշնամի»։ Կան մասնագիտություններ, որոնք հասարակական անվտանգության եւ կարգ ու կանոնի խորհրդանիշներն են։ Այսինքն մարդիկ իրենց հանգիստ են զգում, երբ իմանում են, որ այդ մասնագետները կան ու իրենց կողքին են։ Այդպիսի մասնագետներից են դատախազներն ու դատապաշտպանները։ Սրանք իհարկե հակառակ տեսանկյուններից են աշխարհին նայում, բայց կարևորը միևնույն է հասարակությունն է։
Ասում են օրինակ, որ երջանիկ է այն մարդը, ում կինը նրան նայում է ոչ թե դատախազի, այլ փաստաբանի աչքերով։ Բայց Հայաստանում, ինչպես եւ մնացած ոլորտներում, այստեղ եւս շատ բան գլխի վեր շրջված է։ Տեսնում ենք այս մասնագիտությունների այնպիսի ընկալումներ, որ զուտ միայն դրանք բացառում են արդարադատությունը։ Օրինակ, հայկական պատկերացումներով դատախազը կյանքի ոչ մի ուրիշ բնագավառում հաջողություն չունեցող, բավական տգեղ արտաքինով չբավարարված զուտ փողային հետաքրքրություններ ունեցող անձնավորություն է։ Ասենք շատ դժվար է պատկերացնել մի 10 տարի դատախազ աշխատած մեկին, ով մեղմ ասած հարուստ չէ։ Հետևաբար կարելի է ասել, որ Հայաստանում դատախազը նույն բիզնեսմենն է, սակայն առանց նախնական կապիտալի։ Скоро приедет профессор Титанушкин. Он сейчас в Москве. Он-то вас разоблачит в 5 минут. Եվ բնական է, որ ոչ մեկին, նույնիսկ իրենց տարիքը խորամանկորեն թաքցնող գեղեցիկ կանանց խորհուրդ չի տրվում դատախազի հարցերին ի պատասխան հարցնել, թե իսկ դուք ինչքան կտայիք ինձ։ Այն պարզ պատճառով, որ միևնույն է, դատախազը ձեզ վերջում ինչ որ պետքն է եւ ինչքան որ պետքն է, եթե ոչ ավելի շատ տալու է։ Միայն դատախազ բառն արդեն Հայաստանում մոգական ազդեցություն է ունենում, որ ստիպում է շշուկով խոսել, հեռու մնալ, ավելորդ անգամ չերևալ, ինչպես ասում են, շարից փորձանքից հեռու։ Բայց սա դեռ ոչինչ։ Եթե կարելի էր ընդունել, որ զուտ իր գործառույթների իմաստով դատարանում մեղադրող դատախազը կարող էր նման բացասական ընկալման պատճառ դառնալ, ապա անհասկանալի է, թե ինչու են մարդիկ խուսափում փաստաբաններից։ Нам давно необходимо выработать общий язык и поделить территорию. Պատմում են, որ նույնիսկ ամենաանխիղճ կողոպտիչները մարդկանց միջև վերջին ասեղը չեն կողոպտում, պատճառաբանելով, որ իրենք կողոպտիչներ են, ոչ թե փաստաբաններ։ Հայաստանում փաստաբանների ընկալումը եւս փոքր-ինչ տարբեր է քաղաքակիրթ աշխարհում եղած պատկերացումներից։ Հայ փաստաբանը զարմանալի է, բայց պարտադիր չէ, որ գեղեցիկ ու ազդեցիկ խոսք ունենա։ Ինչու՞։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ նրա խոսքը սովորաբար ոչ ոք չի էլ լսում։ Փոխարենը լավ փաստաբանը պետք է կապեր ունենա։ Դատավորի օգնականներ, դատախազի վարորդներ, խնամիներ, բաժանաղներ եւ համագյուղացիներ։ Ահա հայ փաստաբանի հիմնական զենքերը, որոնք նա միշտ խնամքով փայլեցնում է, որպես իսկական հարստություն։ Եվ երևի հենց սա է պատճառը, որ датարանում հայտնված յուրաքանչյուր մարդ նույնիսկ չի էլ մտածում, որ ինքը արդարացվելու շանս ունի։ Միայն մտածում է քիչ պատժաչափի մասին։ Это не трудно. Кто ты такой? Ты кто такой? Кто ты такой? Согласен с вами. Пусть вы начальник. Գևորգ Մինտերյան, Սուրանկյուն։ Անցած շաբաթ Հայաստանը ցնցվեց Տավուշի մարզի Աչաջուր գյուղում տեղի ունեցածից։ Անհավատալի է, բայց փաստ։ Եղբայրը վիճաբանության ժամանակ առանձնակի դաժանությամբ սպանում է հարազատ եղբորը, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով թաքուն կազմակերպում նրա հուղարկավորությունը։ Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ ասեմ։ Երևույթը բնականաբար չի դիմանում որևէ քննադատության, սակայն շատերը հարց կտան, թե ինչն է մոր սառնասիրտ պահվածքի հիմքը։ Մայրական ինստինկտ է։ Հարցերի պատասխանները թերևս ստանաք, երբ դիտեք ծանր հանցագործություն կատարածի եւ մոր դեմքերը, սակայն երբ մտովի պատկերացնում ես կազմակերպած յուրատեսակ հուղարկավորության գործընթացը, սարսափում ես։ Գուցե նախկինում էլ են նման դեպքեր արձանագրվել ու հասկանալի պատճառներով չեն բարձրաձայնվել, սակայն երևույթն ինքնին անգամ մեր օրերում արտարոց է։ Հուսանք, որ տականքը կստանա իր արժանի պատիժը։ Սեպտեմբերի 17-ին մի երիտասարդ բարձրացել էր հսկա կռունկի վրա եւ իրավապահներին ու փրկարարներին հայտարարում էր, որ կամ կյանքին վերջ կտա, կամ դեպքի վայր հրավիրեք ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։ Թե ինչու էր երիտասարդը դիմում ծայրահեղ քայլի, նույնպես կտեղեկանաք տեսանյութից, մինչ այդ արժանի մատուցենք ֆոտոլրագրողին, որն արդեն մի քանի նման դեպք է կանխել։ Իդեպ, ինչպես հետո պարզեցինք, երիտասարդը իսկապես գտնվել էր հոգեկան անհավասարակշռ վիճակում եւ մտածածը կարող էր իրականություն դարձնել։ Այնուամենայնիվ, ի հեճուկս ինքնահաստատման յուրատեսակ եւ վտանգավոր ճանապարհ բռնողների Սուրանկյունը նման դեպքերի այլևս չի անդրադառնա։ Կարծում եմ, պատճառների մասին չարժե բարձրաձայնել։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի անաստվածները տեսանյութում։ Լավ, ինչքան կարելի ասել, որ չի կարելի նապաստակ լինել ու դեպքի վայրից ճողոպրել։ Ինչքան կարելի ասել, որ ոչ մեկ ապահովագրված չէ վրաերթերից, եւ դեպքի վայրից փախուստի չդիմելը եւ առաջին օգնությունը ցուցաբերելը դատարանը միանշանակ մեղմացուցիչ հանգամանք է որակում։ Այսքան էլ պատոշ կլինեն, սեպտեմբերի 18-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվում, որ Երևան-Իջևան ճանապարհի 31-րդ կիլոմետրին տղամարդու դիկ կա։ Դեպքի վայր են անմիջապես հասնում ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի եւ քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ։ Ու ականատես են լինում ահա այս տեսարանին։
Հա, փագենք էլի, դիակ դին փագենք էլի։ Ինչպես հաճախ եք լսում, անհայտ մագնիշի եւ համանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն եւ թողնելով անօգնական դիմել փախուստի։ Դատաբժշկի եւ քննիչի զննության արդյունքում մահացածի մոտ հայտնաբերվեց կուսակցության անդամատոմս Ադիբեկ Մկրչյանի անվամբ։ Մեր ունեցած տեղեկություններով հաստատվել է, որ մահացածը հենց Ադիբեկ Մկրչյանն է, սակայն դեռևս չի պարզել մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունն ու նրա մեքենան։ Տեսնես տականքը հանգիստ խեղճով է օրը լուսացնում։ Եթե հիմա դիտում ես, գնա եւ հանձնվի։ Հակառակ պարագայում պատիժը դաժան է լինելու։ Ձեր։ Բան չենք ասում, պարզապես խնդրում ենք ուշադիր նայել այս հրշեջների դեմքին։ Տեսնում եք սևացած ու տանջված դեմքերը, որոնք առավոտ կանուխ դեռ լույսը չբացված մարում են Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող 777 ավտոծեղ սպասարկման կետի նկուղային հարկում այրվող տասնյակ անիվները։ Բայց մարդիկ արժան են 60,000 դրամ աշխատավարձ ստանալուն։ Երբ ամեն մի վայրկյան վտանգում են կյանքները, այն դեպքում, երբ փորն ու հետույքը հաստացնող չինովնիկները միլիոններ են լափում, փուճ աշխարհ, երբ ես աշխարհ դառնալու։ Ինչևէ, հրշեջների աշխատանքը ծանրաբեռնում էր նաև նեղ նրբանցքը, էտել հեչ։ Ավտոծեղ սպասարկման կետի հետևում նոր շինություն էր գոյացել, որն էլ լրացուցիչ բարդություններ էր ստեղծում։ Իդեպ, հարևան 46 շենքի բնակիչները նշում են, որ արդեն տևական ժամանակ պայքարում են այս անտեր շինությունների ապամոնտաժման համար, բայց դեռևս արդյունքները շոշափելի չեն։ Հրշեջներից մոտ 4 ժամ պահանջվեց, մինչև ամբողջությամբ մարեցին կրակը։ Հարևանները նաև պատմում են, որ 707-ի սեփականատերը գտնվում է Վրաստանում, քանի որ մայրն էր մահացել։ Ստեղ են ասում, փորձանքը մենակ չի գալիս։ Համարյա բան չէր մնացել, որ հաղթանակ անվանում ունեցող հաղթանակ թաղամասի հաղթանակ առաջին փողոցի բնակիչները իսկական սայլուտի ականատես լինեն։ Եթե հանկարծ պայթեր թիվ 62 երթուղին սպասարկող 50-ամյա Արթուր Գասպարյանի գազելի հետ բախված 37-ամյա Կորյուն Բունյացյանի օպելը, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել, քանի որ խիտ տեղ էր եւ հարևանությամբ գտնվում են բազմաթիվ տներ, կադրերն առանց մեկնաբանությամբ։ Որը սարևումն է մորքուր։ Մորքուր արեսկոմ։ Գազելի վարորդին ու նրա 42-ամյա ուղևոր Սիրանուշին մարմնական վնասվածքներով տեղափոխում են Մալացիա բժշկական կենտրոն, ու մինչ վթարի վայր կժամանային ճանապարհային ոստիկանությունն ու հրշեջ փրկարարները վիրավորներին օգնություն են ցուցաբերել թաղամասի բնակիչները, իսկ մի քանի երիտասարդ էլ ճանապարհային ոստիկանի աշխատանքն էին կատարում, բացում էին ճանապարհը, ինչը ապահովեց անվտանգ երթևեկը, ու արդեն ժամանած Երևանի գահի տղաներին բան չէր մնում, քան թաղամասի բնակիչների հացը դնեին բերաններն ու ծամեին։ Հարցերի հարց է մնում, թե ինչպես են այդ նեղնիկ նրբանցքում այս երկուսը իրար ողջագուրվել, էլի հայավարությունն է խոսացել, ու գազելի վարորդը դուրս է եկել հանդիպակաց ու գրկախառնվելով այսօրը գցել օպելին, որից մենակ որպես նմուշ մնացել էր համարանիշը։ Gazı zapık yine ya. Օպելի մասնակցությամբ էլ ավելի խոշոր վթար տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին Թբիլիսյան խճուղում։ Չնայած կարելի էր էլ բան չասել, քանի որ կադրերը ամեն ինչ ասում են։ Այդուհանդերձ չեմ կարող ես մեր Շումախեր վարորդներին մեկ անգամ եւս չհիշեցնել, թե ինչի կարող է հանգեցնել սահմանված արագության գերազանցումը։ Օպելն այս դեպքում մեղավոր չէ, քանի որ ինքն իր խոդով էր գնալուց եղել։ Այն դեպքում, երբ 25-ամյա Խոսուն Շմավոն անվան երիտասարդը դուրս է գալիս հանդիպակաց գոտի եւ բախվում 54-ամյա Վազգեն Միրզոյանի օպելին։ Դիցանը կապե ուդարա, հետո նոր գնացին հանա։ Հələ կրինոն այոնցա։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հավաքվածներն ասում են, թե ով է ասում, որ արագաչափերը մարդկանց զգաստացնում են։ Դրա տեղը մի երկու գայիշնիկ լինեին, թեկուզ ծառի տակ թաքնված, հաստատ վթարը չէր լինի։ Վարորդը հո այլ մոլորակից չէր իջել, հաստատ դրա մասին տեղյակ կլիներ։ Իսկ ճանապարհային ոստիկան Թագվոր Թագվորյանը լրիվ մտել էր շախմատի արքայի կերպարի մեջ ու Քաշ Նազարի օրինակով ասում. «Գյադեք էսկո, գյադեք էնկո»։
Էսին զուլում եկավ քաղաքապետի ու վարչական շրջանների ղեկավարների գլխներին ամառվա այս սեզոնին։ Հայտնի Թեմուրն ու իր ջոկատը ֆիլմի հերոսների նման քաղաքային այրերը շտապում են ինչ-որ միջոցառման, բայց ոնց որ սխալ հաշվարկ են արել ասֆալտապատման աշխատանքներում, այնպես էլ միջոցառմանը հասնելու հարցում։ Չգիտեք թե ինչ օին եք բերել գլխներից ու ժողովրդական հայտնի տնաս ուր ես գնում, տնաս անողի մոտ ասացվածքը եկավ ձեր մոտ։ Տեսնում եք, այս կիլոմետրանոց խցանում է։ Այս գլուխ գործոցի հեղինակը դուք եք ու գիտեք չէ, որ մի վարորդ չհանդիպեցի, որ ձեր նկատմամբ չեզոք վերաբերմունք ունենար։ Այդպես էտանավի տեղը, հեսա գալիս եմ մնդե։ Քնքուշ խոսքեր լսեցի նաև հաղթանակ կամրջից թայրով տանող ճանապարհին։ Թայրովցիները զայրացած նշում են, թե այսպոսը 10 օր այս վիճակն է, բաց է ու օրական բազմաթիվ, այդ թվում ճանապարհային ոստիկանության մեքենաներ են ողջագուրվելով թակարդն ընկնում։ Էս ինչից եղավ, խփեցի կպավ կտե։ Մտածի չի երևում, դե թեկունը չի երևում, չէ՞ դյանի վրա, որ բանա, մի անգամից։ Զախվատի տարեցի բրամել բանին ու всё, բավիշտին տրակա։ Ընկավ այդ լուկի մեջ։ Դե աչ ես մտնում, չի երևում։ Ոնց որ Ատամահատիկից Թամանյանի նախագծով Իսակովի պողոտայի մակետը քաշած լինեի։ Շաբաթը մենակ 5 օր դարձել է Իսակովի պողոտայի զարդը։ Առավոտ, կեսօր, երեկո, վթար ու խցանում, արևին ու անձրևին, բայց այս դեպքում վթարից հետո նաև վրաերթ էր տեղ ունեցել։ Լեքսուսի վարորդը բախվում է մարդատար գազելին, որից հետո վրաերթի ենթարկում հետիոտնին, ինչի հետևանքով 5 հոգի տեղափոխվում են հիվանդանոց։ Տեսամ ժողովուրդը թռավ դեր։ Դու գալիս եք ուղիղ։ Ուղիղ չէ, 75 գամաններ, դες գալիս է։ Եկամ թափեց, ժողովուրդը հավաքվեցին։ Դեպարկեցին, բանալեցին, ես։ Քանի հոգի են մոտավոր մեջը։ Մեջը լիքներ համարյա։ Հավաքվածները պատմում են, թե այս ծանրակաշ վթարի արդյունքում բարեբախտաբար վիրավորների կյանքին լուրջ վտանգ չի սպառնում, բայց որ Lexus-ի վարորդը մեքենան վարել է մինչև վարդապետի խազը ոտքը գազին դրած, փաստ է։ Հարգելի Lexus-ասերներ, ափսոս չեն այս երկայցյան նժույգները։ Նենց եք վարում ու նոկաուտի ենթարկում, որ խադավիկի մոտ տանեք, մեքենան նաշատիրով էլ չի կարող հետ բերել։ Ընկերեսկոմ Ճանապարհների անբարեկարգ վիճակը, ավելի ճիշտ փոսերը պրիզնատ չեն գալիս ոչ գեներալի, ոչ օլիգարխի, ոչ բյուրոկրատ չալաղած չինովնիկի ու ոչ էլ հասարակ մահկանացուի տղային։ Տեսնում եք այս վթարը։ Սրա մեղավորը վարորդից բացի, որը մեքենան վարել է մեծ արագությամբ եւ ով իդեպ Գյումրիի ռուսական զորամասի ծառայող է, իսկ հայրը դաղստանցի գեներալ Կազանով Ամիրխանովն է, նաեւ Երևան Գյումրի Արուժ գյուղի վարչական տարածքը սպասարկող ճանշինի պատասխանատուներն են։ Վարորդը մարդաբոյ փոսը շրջանցելով դուրս է գալիս երթևեկելի գոտուց ու մի քանի շրջապտույտ կատարելով հայտնվում ժայռաբեկորների վրա։ Մինչ ժամանային փրկարարներն ու ոստիկանները վարորդին ու 3 ուղևորներին, այդ թվում անչափահասին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Թալինի հիվանդանոց, որտեղից էլ Երևան։ Բենզին չի էդի։ Հաստատ։ Բան չեն էլի անկարծ։ Տղեր պապիրոսով չկաք մոտները։ Այն մարդ բոլորիդ էլ երևի ծանոթ է ատամը հանելուց հետո ունեցած զգացողությունն ու վիճակը։ Այդ վիճակից ավելի սարսափելի վիճակ էր, երբ զանգ ստացա պետական գերատեսչություններից մեկի աշխատակցից, որը շնչակտուր եղած ասում էր, թե Շամշան, կարող եք շուտ հասնել Նորհաչնի կամրջի մոտ։ Երիտասարդ մի տղա փորձում է հարևանությամբ գտնվող կռունկի Ստրելիայի վրայից ցած նետվել, ու որպեսի դա չանի, ձեզ է պահանջում։ Էլ ատամից ցավ կզգաս, գիտեմ ինչ է դա։ Անմիջապես Նորհաչնի կամուրջ։ Վահագ անունով 30-անց մի տղամարդ հաստատ գտնվում էր աֆեկտի տակ ու անհասկանալի բառեր էր ասում։ Երբ հանգստացրինք, սկսեց ներկայացնել պահանջը։ 5-րդ հարկից ընկել եմ, սա ջարդու խորթ հելած է։ Գլուխս տրակած, սա տեսել են։ Ոտերս ջարդած, 2005 թվին 5-րդ հարկից էլի գցել եմ ինձ։ Այդ հարցին ոչ մեկ լուծում չի տալի։ Ասել եմ տարեք բուժման, չեն տարել։ Ես էլ հիմի միջոցներ եմ, գտենցի բուժում եմ։ Պլան եմ քաշել, դրա համար դատում են։ Ինչա գնացել եմ, բոստաններից քաղել եմ, դրսից քաղել եմ։ Ոյես չեն ցանում է, կարճում ալիքը։ Հենա զոնալ կայանն էլ լիքտա, դե վերացնեի, թող վերացնի։ Հիմա լավ, մի հատ ինձի լսի։ Հիմա դու Գիտեմ այդ մեմ ծխում եմ։ Ուրիշ ձև չկա, ցավը տան։ Ասել է, թե մարդը հայտնվել էր տուպիկի մեջ, փող չունի, ուզում է բուժվի, չեն բուժում։ Ցավերը ուզում է մեղմացնի կանեփով, բռնում են, անտանելի փակուղի, արու ու դիմացի։ Հիմա դու ուզում ես բուժվես։ Ես քեզ ուզում եմ, ես քեզ տղավարի ասում, իմ հանայա չեն չա։ Հիմա գալիս ես, իրար հետ հելնում ենք, դուս հիվանդանոց։ Համաձայն ես։ Վագ, ես քեզ տղավարի ասում եմ, դու հանգիստ արի, հանգիստ արի։ Իմ հանայա չեն չա, դու հանգիստ արի։ Դու հանգիստ ես դուշ։
Հանգիստ տարի մի իրար հետ հեսա կգնանք հիվանդանոց։ Վերջը այդ եկա բարձության վրա մի կերպ համոզեցինք Վահագին ու դեպքի վայրում գտնվող փրկարարների մեքենայով տարանք Աբովյանի հիվանդանոց։ Չնայած Հիպոկրատի երթվյալների բուն պարտականությունն է հիվանդին բուժել է, բայց լրացուցիչ երթում վերցեցինք, որ այս մարդուն ոտքի կկանգնեցին։ Եթե հիշում եք, անցած շաբաթ էր մի երիտասարդ էր փորձում Դավիթ Հաշենի կամրջից նետվել ու դեռ այն ժամանակ ասեցինք, որ դա հարցի լուծում չէ, ու բյուրոկրատ ու կոռուպցիոն մարմիններն այս ամենից պետք է անհրաժեշտ հետևություններ անեն։ Էլ այտենց Գալատներ չանես, այդ ծայրահետի հարցի լուծում չի։ Ես գիշ չեմ որ տարիթամ հարցին։ Բա ես խնդրել եմ 2001 թվից որոնցի բուժը։ Այն մարդ 89 մոտ այս կնոջ աչքերի մեջ նայելիս ոչ մի կերպ չես պատկերացնի, որ մի քանի օր առաջ մի որդին սպանել է մյուսին։ Օլիմպիական հանդարտությամբ եւ սառնասրտորեն նենց էր պատմում եղելությունը, կարծես իր որդիների մասին չի խոսքը։ Կարող է այս կինը իր կյանքում հազար մի բան ա տեսել, բայց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի այս տանը գտնվողները բոլորը փշաքաղված են։ Այլ վիճակ չէր կարող լինել։ 47-ամյա Գառնիկ Խոջայանը դաժանորեն սպանել էր կրսեր եղբորը 43-ամյա Հարություն Խոջայանին ու միայն նրա համար, որ վերջինս ինչ որ մեկից պարկով գումար էր վերցրել Սամարայից հայրենի գյուղ վերադառնալու տոմսի համար ու իբր մարդասպանին ասել են, որ աղբորդ պարկը դու պիտի տաս։ Մներ սկսեց խփելը, ես մի հանքով որտե հատատրանովլաց հայս դուր բասել։ Ես դուս բրծա։ Ինձ եկավ այն փրանտակից ինձ ետ բիուց։ Ստիան փռնել են քաշտալն։ Բիրուց տարածեց ինձ դուր փակած։ Այն սենա կատարեց։ Այս ու քսենյակ նիստարա ինձ դուր փակած ինձ թույլ չտվով ես դուսկե։ Միջև առավոտը ժամը 7:30 ես վադացել եմ այդ վաղտ։ Ու կողքի սենակում մորը փակելուց հետո տականքը տեղափոխում է եղբորդին այգի, փոսփորում ու թաղում։ Վերադառնալուց հետո էլ մորը սպառնում է, թե ով հարցնի կասես Ղարաբաղ ա գնացել, թե չէ քո համար վատ կլինի։ Իսկ ինքը ձեզ չի ասել, որ եթե մեկնում եկին ասես աչքերդ կհանեն։ Անպայման ինձ ասված է լեզուտ, այս աչքս պես լեզուց է կհանեն, դնակով կգտրեն, կարնակոսս կմահանց։ Այս մարտակեր անասունին մոտ 2 շաբաթ հաջողվում է թաքցնել սարսափելի հանցանքը, սակայն սեպտեմբերի 17-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բացահայտում են զարորելի սպանությունը եւ հայտնաբերում սպանվածի դին իր տան այգում հոնի ծառի տակ թաղված։ Մինչ կներկայացնենք զարորելի այդ տեսանից եթերային պահանջներին համապատասխանող որոշ կադրեր, տեսեք այս սրբապղծի հետ ունեցածս երկխոսության որոշ դրվագներ։ Որ այդ քայլին դիմում էիր, վստահ էր, որ ոստիկանությունը չէր բացահայտի։ Այդ զարուրել չես փոշմանե բախի տենց եղավ հարազատ եղբայրներ էիք այո իսկ հիմա տեղափոխվենք սրա տամբակը որտեղ ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պատրաստվում էր ինչպես ասում են փաստացի ապացուցել նախկինում էլի սպանության համար դատապարտված ու նույն եղանակով դին թաքցրած 47-ամյա Գառնիկ Խոջայանի հերթական մեղքը Եկեք Ժամերով բրցրու արա, վերեսկսը, պոխիտ շատ մի վերոնի, նետրու։ Հուսով են, որ վիժվածքի արարքը կպատժվի օրենքի ոչ խստությամբ եւ կդատապարտվի ցմահ ազատազրկման, քանի որ այսպիսիների ազատությունը վտանգ է ամբողջ հասարակության համար։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը մենք չենք սովորեցնում, թե ինչպիսին պետք է լինի մարդը, պարզապես հիշեցնում ենք մարդ լինել։ Կհանդիպենք սեպտեմբերի 29-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։